Զինկոմիսարիատի բակում հավաքված մարդկանց հոծ բազմությունն ու հնչող երաժշտությունը կասկածի տեղիք չեն տալիս, զորակոչ է։ Ներսում աշխատանքային եռուզեռն է, դրսում ծնողական հուզմունքն ու բարեմաղթանքները։ Բոլորը շտապում են զորակոչիկներին փոխանցել իրենց պատգամներն ու հորդորները։ Ուրախ սրտով ուղարկում ենք, որ ուրախ սրտով էլ դիմավորենք։ Թորներս գնում են բանակ մեր հայրենիքի համար, մեր սահմանները անխախտ լինեն։ Ծնողներից ոմանք առաջին անգամ էին ապրում զավակին բանակ ճանապարհելու հպարտությունը, իսկ ահա Հովհաննիսյանները բանակ էին ճանապարհում միանգամից 2 զավակներին։ Մի տարվա տարբերությունը սովորելա տալիկետում ունեցել, մեծ տղեսա, ինքը փոքր։ Հիմա իրար հետ նույն հետում են։ Կարևոր է երկրում խաղաղություն լինի, տղաներն էլ ողջ առողջ բոլորը գնան բանակ ծառայեն, հանգիստ, խաղաղ ու տուն վերադառնան բոլոր ծնողներին։ Ծնողների խոսքն ու համոզմունքն է կիսում նաև Գեղամը։ Մեր հայրենիքի համար առաջինը պետք է։ Մեր հայրենիքին ենք պաշտպանում։ Բոլորս ենք պաշտպանում։ Որդուն բանակ էր ճանապարհում նաև Տիկին Կայանեն։ Ասում է, բնակվում էին արտերկրում, երբ ամիսներ առաջ տղան եկավ եւ հայտնեց հայրենիք վերադառնալու Հայաստանի Հանրապետության բանակում ծառայելու մտադրության մասին։ Քաղաքացիություն դրեց կողք Ռուսաստանի Մոսկվայի հենց։ Ասեց մամ ջան, ես գնում եմ։ Ամուսինս ասեց բալես, ճիշտ ես որոշե, ասեց հաստատ, Աստված պահապան, առաջինը բոլորին, բոլորի երեխաներին, մեր երկրին, հետո իմ երեխուն։ Զինկոմիսարիատի բակում մթնոլորտը ջերմ է, տղաների ոգևորությունը մեծ։ Տոնական օրը զորակոչիկներին բարեմաղթանքներ ուղեց նաև զինվորական կոմիսարը, տղաներին մաղթեց բարի եւ արգասաբեր ծառայություն։ Սերդանց միանում եմ ձեր ուրախությանը, երկու միանամ ձեր ուրախությանը, ձեր առողջ եւ խաղաղ վերադարձին։ Բարի ծառայություն բոլորին։ Ահա եւ մոտեցավ հրաժեշտի պահը։ Ծափողջունների ներքո ավտոբուսներ ուղղություն են վերցնում դեպի կենտրոնական հավաքակայան։ Հավաքակայանը անընդմեջ համալրվում է բանակի շարքերը լրացնող զորակոչիկներով։ Մինչ ոմանք անցնում էին բուժ հետազոտության վերջին փուլը, մյուսները արդեն մասնակցում էին վիճակագրությանը։ Հավաքակայանի մեկ այլ հատվածում իրականացում են զորակոչիկների բաշխումը ըստ մասնագիտական ուսումնական կենտրոնների։ Էլեկտրոնային ծրագրի միջոցով ավտոմատացված կարգով վերհանվում են զորակոչիկների տեխնիկական եւ հումանիտար գիտելիքները, ինչն իր հերթին բարձրացնում է նեղ մասնագիտական կրթություն ստանալը պատրաստող տղաների ուսումնառության արդյունավետությունը։ Տեստերի լուծման արդյունքում ծրագիրը որոշում է, թե տվյալ զորակոչիկը իր ծառայությունը կշարունակի ուսումնահումանիտար կամ ուսումնատեխնիկական ուղղվածությամբ զորամասերում, ինչը ապահովում է թափանցելիությունը եւ բացառում է սուբյեկտիվ մոտեցումը ընտրության հետ կապված։ Հավաքակայանում հանդիպեցինք Ռուբենին։ Եկել եմ Հայաստան, որ ստե ծառայեմ։ Ես վեկալի եմ, սաղին պապը, մամա, բրատ եկել ենք ստե։ 24 տարի արտերկրում բնակված զորակոչիկը ավակ եղբոր հետ ամիսներ առաջ է վերադարձել հայրենիք զինվորական ծառայության անցնելու նպատակով, սակայն բժշկական ազնաժողովը եղբորը ճանաչել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի, այնպես որ վերջնարդյունքում ինքը մենակ է մեկնում զինծառայության։ Տղեն պետք է ծառայի, որ տղամարդ դառնա, սա հասկանա, որ մեր բանը, պապայի, մամայի, տատիկների համար բանը, սարի նման կայնեն։ Ռուբենի նման Դավիթն էլ էր զինվորական ծառայության անցնելու նպատակով Հայաստան եկել արտերկից, թողել է բարեկիցի կյանքը, վճռել եւ եղբոր ու ընկերների օրինակով եկել է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Ընտանիքով որոշեցինք, որտեւ դա непростое решение, որտեւ սաղանդեղ են, ես մենակ հիմա ստեղ եմ։ Փոքր տղա չեմ, 22 տարեկան եմ, ամեն ինչի կսովորենք, նորմալ կծառայենք, գնանք հանգիստ մեր տնեցիքի մոտ։ Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին կենտրոնական հավաքակայան ներայցել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացավ զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցեց զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի ծառայություն։ Նախարարին ներկայացվեցին զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության ընթացքն ու մանդատային հանձնաժողովի աշխատանքը։ Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրաված ծառայությունների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար։ Նարսես Սիվանյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։